իշխանության կենտրոնը տեղափոխվել է նախագահական ինստիտուտից դեպի վարչապետի ինստիտուտ։ Այսինքն ժողովուրդը անմիջականորեն իր իշխանությունը իրացնում է 5 տարին մեկ։ Այսինքն գործնականում պատճառը ո՞րն է, մենք այդ կանոնակարգերն է, որ շատ լիազորություններ է տվել վարչապետին, թե կանոնակարգերը նորմալ է, բայց չի կիրառվում։ Նույն անձը 3 անգամ կամ 4 անգամ ավել չի կարող որպես վարչապետի տեխնացու առաջադրվել կամ որպես վարչապետ իր գործառույթները իրացնել։ Եթե վարչապետը, եթե տվյալ քաղաքական ուժը անդադ վերարտադրվում է ու իրեն առաջադրում է վարչապետ, ինքը դառնում է անժամկետ վարչապետ։ Բազմաթիվ այդպիսի կուսակցություններ են լինելու, որոնք 4%-ը չեն հաղթա։ Ընտրողը իմ գնահատմամբ պետք է գնա ընտրության եւ պարտադիր մասնակցի ընտրությանը։ Ողջունում եմ ձեզ Լուսար podcast-ում, ես Տիգրան Արեգունին եմ։ Այսօրվա մեր հյուրն է իրավաբանական գիտությունների տեխնացու ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Տիգրան Նաղդալյանը։ Կզրուցենք ՀՀ կառավարման մոդելներից եւ իհարկե ընտրություններին կանդրադառնանք ընտրական օրենսգրքին։ Ողջույն Տիգրան ջան, ինչպե՞ս ես։ Լավ եմ, ողջունում եմ Տիգրան ջան, դու ինչպե՞ս ես։ Լավ, ես էլ եմ լավ։ Առաջի հարցը հետեւյալն է։ Կարող եք ասել այն 3 առանցքային բաղադրիչները, որոնք բնութագրում են պետությանը որպես իրավական պետություն։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է որպես իրավական պետություն, թեև իրականում պետք է տեսնենք գործնական առումով Հայաստանի Հանրապետությունը արդյոք մոտ է իրավական պետություն լինելուն։ Իրավական պետությունը մասնագիտական գրականության մեջ բնորոշվում է որպես պետություն, որտեղ իրավունքն է գերակայում, այսինքն առաջնային է իրավունքի գերակայության սկզբունքը։ Երկրորդ որպես բնութագրիչ կարող եմ նշել իշխանությունների տարանջատման սկզբունքը, ինչպես նաև գործուն զսպումների համակարգի առկայությունը, ոչ միայն իշխանությունները պետք է տարանջատված լինեն ձևական առումով, այլև պետք է իշխանությունների տարանջատման սկզբունքում առկա լինեն փոխզսպումների գործուն կառուցակարգեր։ Եվ երրորդ սկզբունքը առումով իրավական պետությունը կարող ենք բնութագրել որպես պետություն, որտեղ ազատ կերպով իրացվում է ժողովրդի կամ արտահայտությունը, այսինքն ժողովրդաիշխանության սկզբունքն է իրացվում։ Իհարկե այլ բնութագրումներ եւս կան իրավական պետության, անկախ դատական համակարգի առկայություն, մարդու իրավունքների առաջնայնություն, դրանց ոչ միայն համրագրում, երաշխավորում, այլև գործնական առումով դրանց պահպանում եւ կիրառություն։ Դե դրանք երևի այս 3-ի մեջ ինչ որ ձև տեղավորվում են նաև։ Հիմա գանք հողի վրա, այս իրավունքի գերակայության առումով Հայաստանում ինչ խնդիրներ ունենք ու դրանց լուծումները որտեղ եք տեսնում։ Տեսեք, իրավական գերակայության սկզբունքը իր հերթին ունի տարբեր բաղադրատարեր, առաջնային իրավական որոշակիության սկզբունքն է, իրավական նորմերը պետք է լինեն որոշակի, հստակ, հասկանալի, ընկալելի, ինչպես նաև այս սկզբունքի գործողության համար շատ կարևոր նշանակություն ունի իրավաստեղծման բուն գործընթացը, ինչպես է իրավունքը տվյալ պետության մեջ ստեղծվում, ինչ իրավական սկզբունքներ են գործում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական նորմերի ստեղծման գործընթացում բազմաթիվ խնդիրներ կան եւ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները թեև որոշակի առումով միտված էին այդ խնդիրները լուծելուն, բայց հողի վրա գործնական առումով դրանք առկա են։ Իրավական նորմերի ստեղծման գործընթացում առաջնային պետք է կարևորություն տրվի տվյալ սոցիումի հանրության մեջ առկա օրինաչափություններին, հաշվի առնելով տվյալ հանրության քաղաքական, էթնիկ, ազգային արժեհամակարգ, մշակույթ, հարաբերություններ, առանձնահատկությունները, այո, եւ դրա հաշվառմամբ նոր իրավական նորմերը, կառուցակարգերը ձևավորվեն։ Երկրորդ
փուլում արդեն այդ ձևավորված իրավական նորմերի դրույթների կիրառումն է, որի տեսանկյունից եւս բազմաթիվ խնդիրներ ունենք, գուցե կան իրավական նորմեր, որոնք բավականին խորությամբ ուսումնասիրվել են իրավաստեղծման գործընթացում եւ ճիշտ մշակման փուլ են անցել, մինչեւ իրավական նորմի տեսք ստանալը, սակայն գործնական հարթությունում դրա կիրառման առումով եւս խնդիրներ են առաջանում, ինչպես նաեւ շատ դեպքերում մեր պարագայում իրավական ռեցեպցիա է տեղի ունենում, մենք իրավունքը վերցնում ենք այլ իրավական համակարգերից եւ փորձում ենք դա տեղայնացնել մեր պայմաններին, սակայն ասած պատճենվում է։ Այո, բայց ելի տեսնում ենք, որ խնդիրը չի լուծվում եւ կիրառման առումով առաջանում են տարբեր խնդիրներ, նախ առաջնային առումով որոշ կարգավորումներ մեր հանրությանը խորթ են թվում, դրանք չեն բխում հենց հանրությունից, սոցիումից եկած օրինաչափություններ չեն, կարգեր չեն, վարքագծի կանոնակարգումներ չեն, հետեւաբար դրանց կիրառման տեսանկյունից եւս առաջանում են խնդիրներ։ Բացի իրավական որոշակիության սկզբունքից, նաև իրավունքի գերակայությունը ենթադրում է անձանց հավասարություն օրենքի առաջ։ Այս սկզբունքը եւս էական նշանակություն ունի, արդյոք սահմանելուց հետո իրավական վարքագծի կանոնները անձինք հավասար են այդ իրավական կարգավորումները կիրառելիս։ Մենք կարող ենք տեսնել պրակտիկայում, որ գործում են երկակի տարբեր ստանդարտներ։ Նույն վարքագծի համար անձին կարող են քրեական հետապնդման ենթարկել եւ շատ արագ քրեական գործ հարուցվի, այլ անձանց պարագայում շատ ավելի ծանր հանցակազմի պարագայում կամ ակնհայտության պարագայում, որ այդ հանցակազմը կարող է լինել, օրենքը չգործի։ Այսինքն արտարադատության խնդիր ունենք նաեւ։ Այո, իհարկե։ Հաջորդը ուզում եմ անդրադառնանք այդ որասիկ զսպումների մեխանիզմ, փոխադարձ զսպումների կառավարության մոդելին, այսինքն Հայաստանում այս պահին ունենք խորհրդարանական կառավարման մոդել թղթի վրա, բայց ստացվում է հենց, որ իշխանությունը մեծապես կենտրոնացված է մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի ձեռքում։ Այստեղ խնդիրը որն է, մեր օրենսդրական, սահմանադրական բացերի հետևանքով ենք այս վիճակին հասել, թե ձեր ասած այդ օրինաչափություն, այսինքն մեր մենթալիտետի պատճառով, այսինքն թղթի վրա կա, բայց կիրառության մեջ մենթալիտետը չի թողնում նորմալ կիրառենք ու ո՞նց ենք այս խնդիրը լուծում։ Նշված հարցին պատասխանելու համար պետք է որոշակի պատմական էքսկուրս կատարել կառավարման ձևերի տեսանկյունից, ոնց հասկացա, հարցը ենթատեքստումն էր, որտեղ իշխանությունների տարանջատման սկզբունքը մոդելը կառավարման տարբեր ձևի պայմաններում գործում է։ Մենք տեսնելով մեր անկախության գործընթացի եւ հետագա փուլերի ընթացքում իշխանությունների տարանջատման սկզբունքը միշտ էլ եղել է։ Անկախության հռչակագրում արդեն իսկ իշխանությունների տարանջատման սկզբունքի մասին խոսք էր գնում, որ իշխանությունները պետք է տարանջատված լինեն եւ գործեն օրենսդիր գործադիր դատական իշխանության թևերով։ 91 թվականի անկախությունից հետո առաջին մարմինները երբ որ ձևավորվեցին պետական կառավարման, այն ժամանակ ազգային ժողովը ձևավորվեց, էլի իշխանությունների տարանջատման գործընթացը կար, նախագահական կառավարման սկզբնապես մոդելը որդեգրվեց որոշակի առանձնահատկություններով, գործում էր էլի սա թղթի վրա անկախ դատական համակարգ, հետագայում 2005 թվականին սահմանադրական փոփոխություններ կատարվեցին եւ անցում կատարեցինք կիսանախագահական կառավարման մոդելին, կրկին իշխանությունների տարանջատման սկզբունքի ամրագրում առկա է սահմանադրությամբ, այսինքն այդ մասով որևէ փոփոխություն չի եղել, եւ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման ձևն է փոխվել եւ իշխանությունների տարանջատման սկզբունքը նույն կերպ ամրագրված է սահմանադրության մեջ, այսինքն կառավարման ձևի փոփոխություններ տեղի են ունեցել եւ այդ ասպեկտով փոխվել են փոխզսպումների համակարգերը, այլ ոչ թե իշխանությունների տարանջատման սկզբունքն է փոփոխության ենթարկվել։ Կառավարման ձևերի փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում
Բայց կենտրոնացման առումով իշխանության մենք կարող ենք տեսնել, որ սկզբնապես այն սուպերնախագահական համակարգ էր համարվում, 91 թվականի տեղի ունեցան առաջին նախագահական ընտրությունները եւ մինչեւ 1996 թվականի ընտրությունները այդ մոդելն էր գործում, մինչեւ սահմանադրության ընդունումը 95 թվականին ավելի համապնդվեց նախագահի բացառիկ լիազորությունները, այո, հետագայում 2005 թվականին անցում կատարեցին կիսանախագահական կառավարման մոդելի եւ փոխզսպումների համակարգում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, խորհրդարանի դերը որոշակի առումով բարձրացվեց։ Հիմա անցում են կատարել իբրև թե կառավարման խորհրդարանական մոդելի, բայց այն ձևական առումով է, բովանդակային առումով իշխանության կենտրոնը տեղափոխվել է նախագահական ինստիտուտից դեպի վարչապետի ինստիտուտ։ Այն նույն զսպումների համակարգը, որոնք գործում են, դրանք եւս առկա են այս մոդելի պարագայում, այսինքն վարչապետին անգամ անվստահություն կարող են հայտնել եւ այդպիսի գործընթաց կարծես թե նախաձեռնվեց պարլամենտում, բայց իրական առումով կյանքի չկոչվեց, որովհետեւ մենք ունենք էլի երկենտրոնացում իշխանության։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորում է պարլամենտ, պարլամենտում սահմանադրությամբ սահմանված է, որ պետք է լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն, կայուն խորհրդարանական մեծամասնության պարագայում ընտրությունների արդյունքով խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի թեկնածուին առաջադրում է նախագահին եւ նախագահը պարտավոր է անապահ վերջինիս նշանակել վարչապետ։ Այսինքն եւ օրենսդիր իշխանության մարմնում եւ գործադիրում նույն քաղաքական ուժը ունենում է մեծամասնություն, այսինքն իրենք են գործադիր իշխանություն ձևավորում եւ գործադիր իշխանության ձևավորման առումով վարչապետին այնպիսի լծակներ են տրված, այնպիսի կանոնակարգումներ են գործում, որ վարչապետը այդ իշխանությունը կենտրոնացնում է իր ձեռքում եւ ըստ էության իր կամքը գերակա է։ Ինստիտուտները որպես այդպիսին իրենց տեղում չեն եւ մենք այդ զարգացման աստիճանը չունենք, որ ինստիտուցիոնալ առումով տարբեր իշխանության մարմիններ փոխզսպեն միմյանց եւ փորձեն այդ անգամ գերկենտրոնացում իրավական առումով որոշակի գործնական հիմքերում կիրառվեն, այսինքն գործնականում պատճառը ո՞րն է, մենք այդ կանոնակարգերն է, որ շատ լիազորություններ է տվել վարչապետին, թե կանոնակարգերը նորմալ է, բայց չի կիրառվում։ Մեխանիզմները չեն գործում։ Այսինքն կանոնակարգերը նախագահական համակարգի պարագայում եւս մեխանիզմներ կային փոխզսպման, կիսանախագահականի պարագայում եւս փոխզսպման մոդելներ առկա էին, բայց քաղաքական համակարգը ձևավորված իրողությունները այնպիսին են, որ հնարավորություն է տալիս մեկ անձի կենտրոնացնել իրական ռեալ իշխանությունը իր ձեռքում եւ իրավական կանոնակարգումները սկսում են արդեն գործել ոչ թե այնպես ինչպես դրանք սահմանված են, այլ որոշակի անձանց կամ կոնկրետ մեկ անձի կամ արտահայտությամբ կամքի այդ դեպքում այսինքն կարող ենք եզրակացնել, որ խնդիրը ավելի շատ մեր արժեհամակարգային մենթալիտետային դաշտում է, ոչ թե օրենսդրական։ Եվ օրենսդրական դաշտում խնդիրներ կան, եւ, այ ես այդպես կբնութագրեմ, եւ, բայց իմ գնահատմամբ առավելապես այն իրավական կարգավորումների չգործելու տիրույթում են, այլ ոչ թե դրանց բացակայության կամ խնդրառույց լինելու։ Տեսեք, պետություններ կան, ովքեր կառավարման տարբեր մոդելների պարագայում հաջողել են եւ այդ հանրությունը միշտ կհաջողի, որովհետեւ առկա են ոչ միայն այդ կանոնակարգումները թղթի վրա, այլ դրանք գործնականում կիրառվում են եւ հանրությունը ստիպում է, որ այդ կանոնակարգումները գործեն, այսինքն հանրային վերահսկողությունը, տվյալ ազգի մենթալիտետը, արժեհամակարգը, ինստիտուտները, հասարակական կազմակերպությունները, կառույցները այնքան ուժ ունեն գործնականում, որ պարտադրում ստիպում են մարմիններին գործել ըստ օրենքների։
Մենք եթե փորձենք մշակել ամենակատարյալ կառավարման մոդելը, բայց իրողությունները մնան այնպիսին, ինչպիսին այսօր են, կրկին այդ կատարյալ մոդելի կառավարման մոդելի պայմաններում գուցե մենք որպես հանրություն չհաջողենք եւ նույն խնդիրները ունենանք։ Մենք փոփոխել ենք կառավարման ձևերը, բայց բովանդակային առումով կառավարման որակի, իրավական կարգավորումների դաշտում լուծումները բացառապես գտնելու, այլ ոչ հակառակը, իրավական լուծումները փորձել հարմարեցնել գործող տվյալ օրվա իշխանության նպատակներին կամ քաղաքականությանը, այստեղ է խնդիրը կարծում եմ։ Այսինքն այդ դեպքում ինչ պետք է անել, որ կայանա թղթի վրա գրածը գործնականում կայանա, ինչ պետք է անել։ Իմ գնահատմամբ եւ սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան, իրականում իշխանությունը ժողովրդին պատկանելու եւ իրացնելու սկզբունքի ապահովման տեսանկյունից, ինչպես նաեւ պետք է հասարակությունը ինքը զարգացման այնպիսի աստիճանի հասնի, որ գործող իշխանությունները սպասարկեն ժողովրդի շահերը, այլ ոչ թե ընդամենը հիշեն այդ շահերի մասին ընտրություններից որոշակի ժամանակահատված առաջ։ Տեսեք, մենք ազգային ժողովի ընտրություններ, միակ համապետական ընտրությունն է ի դեպ, անց ենք կացնում 5 տարին մեկ։ Այսինքն ժողովուրդը անմիջականորեն իր իշխանությունը իրացնում է 5 տարին մեկ։ Իշխանությունները կամ տարբեր քաղաքական կուսակցություններ մասնակցում են ընտրություններին, ժողովուրդը իր քվեն այս կամ այն կերպով բաշխում է եւ ռեալ իրական լծակներ հետագայում չունեն ներազդելու ընտրության արդյունքում ձևավորված քաղաքական ուժերի գործունեության վրա։ Անկամ ծրագրային առումով, եթե դիտարկենք, անձիկ տարբեր ծրագրեր են ներկայացնում կուսակցությունները եւ ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը անգամ չի դառնում որպես իրավական փաստաթուղթ այդ ծրագրի իրականացման պարտադրող որոշակի նաեւ կառուցակարգեր չեն ստանում։ Թարգմանիչ 21 թվականի եթե ընտրությունները մենք տեսնենք տարբեր նախընտրական ծրագրեր, իսկ առավելապես հետաքրքրականն է գործող քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը խոսում էր Արցախի ինքնորոշման մասին, ապիտատում ամենաթրջության սկզբունքի մասին։ Այսինքն այդ քաղաքական ուժը միավորան հանդես էր գալիս այդ դիրքերից եւ հանրությանը ներկայացնում էր իր ծրագիրը, որպեսզի անմիջական իշխանության փոստված սուբյեկտը իրեն լիազորի այդ ծրագիրը կատարել։ Այո, սերասպանության միջազգային ճանաչում, եթե նայեք ծրագիրը, բավականին նային հատված է հատկացված այդ ուրեմն հարցերի։ Էթնիկ զտման մասով Արցախյան պատերազմի 44-օրյա հանգամանքների մասով միջազգային տարբեր մեխանիզմների գործարկում, էթնիկ զտման մասին է խոսվում էր անգամ վայցկանների ներգրավման պատերազմական անցավերությունների մասին եւ քաղաքական ուժը պետք է ազդարու լիներ այդ ծրագրի իրացնելու ծրագրային դրույթները։ Հենց հետագայում 5 տարվա ընթացքում աստիճանաբար այն բոլոր թեզերը, այդ բոլոր ծրագրային դրույթները դրվել են մի կողմ եւ որևէ իրավական քաղաքական պատասխանատվություն չմարտած չէ, ասել ոչ թե 5 տարվա ընթացքում են 2 տարվա, որովհետեւ 23 թվականի բրդի տեղամանից հետո այդ ամեն ինչը յուրը ուրիշ ուղղությամբ մնաց ու շատ կտրուկ։ Չէ, ես ասում եմ 5 տարվա ընթացքում այդ ծրագիրը պետք է հեսկացնել։ Այո, ի սկզբանե այդ ծրագրային դրույթների մասով որոշակի արտացոլում եղավ նաև կառավարության ծրագրի մեջ, եթե տեսնեք որոշակի արտացոլում կա նախընտրական ծրագրի դրույթները կառավարության ծրագրի մեջ, որը հաստատվում է ազգային ժողովի կողմից, բայց աստիճանաբար գնաց հեռացում, հա, խոսվում է սարքավիճակը իջեցնելու մասին, հա, հետո ճանաչում տեղի ունեցավ, հետո այդ հանջատում անընդհանրության սկզբունքը չեղավ, հետո Մինսկի խմբի մասին էր ծրագրում խոսվում, որ դա միակ
միջազգային ճանաչելի մեխանիզմն է կարգավորման եւ այդտեղ հանձնառություն ուներ գործող քաղաքական իշխանությունը, բայց 5 տարվա մեջ տեսեք մենք եկել ենք 26 թվականի ընտրություններ եւ նոր կարող է ընտրողը քաղաքական պատասխանատվության ենթարկել, այսպես ասած, ընտրությունների միջոցով, բայց ընթացքում որոշակի իհարկե ընդվզման դիմադրության դրսևորումներ եղան, բայց դրանց արդյունքում որևէ էական փոփոխություն տեղի չունեցավ այդ ծրագրային դրույթներից շեղվելու առումով։ Հիմա տեսեք, պետություններ կան, որտեղ եւս 4-5 տարի ժամկետով պարլամենտ ձևավորվում է, կայացած ժողովրդավարական պետություններ են եւ հասարակության ճնշումը մեծ է քաղաքական ուժերի նկատմամբ այդ ծրագիրը իրացնելու եւ գործող քաղաքական իշխանությունն էլ կամ քաղաքական գործիչները շատ հազվադեպ կարող է լինել, որ այսպիսի էական շեղում ունենան իրենց նախընտրական խոստումներից, ծրագրերից հետագա իրենց գործունեության շրջանակներում մեր պարագայում ես կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետ կարող է լինել, եթե համանadrական փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունում պարլամենտը ձևավորվի շատ ավելի կարճ ժամկետով։ Արկա մարտահրավերներին դիմակայելու հանրային կյանքի այս աննախադեպ տեմպերով զարգացման պայմաններում կարծում եմ ժամանակ կատեգորիան եւս պետք է ինչպես իրավապիլիսոփայական առումով, այնպես էլ համանadrական առումով դիտարկենք։ Իմ հաջորդ հարցը այն ժամանակին էր վերաբերվում, բայց մինչև ժամանակը դուք արդեն սկսեցիք նկարագրել մոդելը Հայաստանի համար, որ մոդելն է ավելի արդյունավետ, այսինքն ասում եք, որ ազգային ժողովը ավելի կարճ ժամանակով ընտրվի, դա տարբերակներից մեկն է, բայց ժամկետների առումով մի այսպիսի հարց ունեմ։ Հիմա վարչապետը որևէ սահմանափակում չունի ժամկետների, այսինքն եթե նախագահականի դեպքում կար 8 տարի կամ չգիտեմ 10 տարի սահմանափակում, տարբեր երկրներում տարբեր է, այս դեպքում եթե վարչապետը, եթե տվյալ քաղաքական ուժը անդադ վերարտադրվում է ու իրեն առաջադրում է վարչապետ, ինքը դառնում է անժամկետ վարչապետ, կոպիտ ասած։ Այս առումով եւս պետք է սահմանադրական փոփոխություններ անել, թե պետք է անցնել նորից նախագահականի, ոնց է ավելի ճիշտ Հայաստանի համար։ Տեսեք, ելի մենք կառավարման ձևի մասով ենք խոսում, արդյոք կառավարման այս կամ այն ձևը ընտրենք, որպեսզի հաջողենք։ Նայելով այլ պետությունների փորձը, կան հաջողված պետություններ, ովքեր զարգացել են նախագահական կառավարման մոդելում, կան պետություններ, ովքեր կիսանախագահական կառավարման մոդելում եւ խորհրդանական կառավարման մոդելում կամ սահմանադրական միապետության մոդելում։ Շատ զարգացած երկրներ, դա Միացյալ Թագավորությունը, Դանիա, Շվեդիա, Բելգիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Ճապոնիա, սահմանադրական միապետություններ են, այսինքն առկա է նաև միապետ, բայց այդ մոդելում հաջողել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահական կառավարման մոդելի պետություն է, Ֆրանսիան կիսանախագահական կառավարման մոդելի պետություն է, Գերմանիան խորհրդանական կառավարման մոդելի պետություն, այսինքն իականը ոչ թե կառավարման ձևի մոդելի ընտրությունն է, իհարկե մասով եւս կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց վճռորոշ ազդեցությունը այդտեղ չէ կառավարման մոդելի ընտրությունը։ Մեծ բնորոշ ես կարծում եմ շատ ավելի կիսանախագահական կառավարման մոդելն է եւ կարող ենք այդ մոդելի շրջանակներում հաջողել, ընդ որում այն սահմանափակումների կիրառմամբ, երբ որ մեկ անձը երկու անգամ անընդմեջ կարող էր ընտրվել նախագահ, որից հետո այլևս չէր կարող առաջադրվել հանրապետության նախագահ։ Եվ իմ գնահատմամբ մենք որպես հանրություն պատրաստ չենք խորհրդանական կառավարման մոդելին։ Քաղաքական համակարգը դեռևս պատրաստ չէր կիսանախագահական մոդելից անցում կատարելու դեպի խորհրդանական կառավարման մոդելի։ Այս առումով եւս խնդիրներ առաջացել են գործնականում, ընդ որում նաեւ պատերազմական իրավիճակներում գործողությունները շատ ավելի համակարգված, օպերատիվ մեկ կենտրոնից եւ շատ ավելի իրավական որոշակիության սկզբունքի շրջանակներում կայացնելու առումով։ Խորհրդանական կառավարման մոդելի պարագայում որոշակի խնդիրներ ծագել են այս առումով։ Բայց այդուամենայնիվ մենք կարող ենք նաև հաջողել
խորհրդանական մոդելում եւ դեռևս կարող ենք հաջողել խորհրդանական կառավարման մոդելում։ Իմ գնահատմամբ, օրինակ, կարող է 2 տարին մեկ խորհրդանական ընտրություններ տեղի ունենան եւ վարչապետի առումով որոշակի սահմանափակումներ լինեն, օրինակ նույն անձը 3 անգամ կամ 4 անգամ ավել չի կարող որպես վարչապետի տեխնացու առաջադրվել կամ որպես վարչապետ իր գործառույթները իրացնել։ Այսպիսի սահմանափակումներ եւս կարող են կիրառվել խորհրդանական կառավարման մոդելի պարագայում։ Մեր ներկա գործող սահմանադրական կարգավորումներով այդպիսի սահմանափակում չկա, այսինքն անընդհատ նույն քաղաքական ուժը կարող է ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձևավորել խորհրդանում կամ խորհրդանական մեծամասնություն ունենալու պարագայում իր առաջադրած վարչապետի տեխնացուն հանրապետության նախագահի կողմից նշանակվի վարչապետ։ Որևէ սահմանափակում որպես այդպեսին չունենք։ Բայց այդպիսի սահմանափակում չկա, օրինակ, նաև Գերմանիայի հանրապետությունում, եթե հիշում եք, այնտեղ բավականին արդյունավետ եւ երկար տևական ժամանակ կառավարում էր կանցլեր Անգելա Մերկելը եւ եթե չեմ սխալվում 4-5 անգամ կանցլերի պաշտոնում վերընտրվել է։ Բայց քաղաքական համակարգը եւ կուսակցական համակարգը այն աստիճանի կայացված է եւ տվյալ հասարակությունը այնքան էական ազդեցություն ունի եւ էական լծակներ ունի իշխանությունների վրա, որ արդյունավետ կերպով կարող էր գործել կանցլերը։ Այսինքն քաղաքական դաշտը պիտի կայանա, որ նոր անցնես խորհրդանական մոդելի։ Խորհրդանական կառավարման մոդելի անցում կատարվեց քաղաքական համակարգը պատրաստ չլինելու պայմաններում։ Մենք դեռևս այդ պարլամենտարիզմ եզրույթը անգամ պարլամենտի խնդիր ունեինք, այո, եւ մենք անցում կատարեցինք խորհրդանական կառավարման մոդելի, դրա համար իրականում գործնականում սա սուպեր վարչապետական մոդել է եւ որոշումների կայացման ծանրության կենտրոնը նախագահական ինստիտուտից տեղափոխվել է դեպի գործադիր իշխանության թեւ, դեմս վարչապետի։ Այդպիսի մի նաեւ հրապարակում արվեց, հրապարակային խոսք հնչեց, որ կառավարության անդամները անգամ չեն կարող վարչապետի կամքին հակառակ որոշումներ կայացնեն կամ կառավարությունը եսեմ այսպիսի բնութագրում եւս եղավ, ինչը եւս ցուցիչն է, որ անգամ ընկալման տեսանկյունից իշխանությունը, գործադիր իշխանությունը իրեն պատկերացնում է իշխանության այս թևերի շրջանակներում որպես գերակա։ Մինչդեռ հակառակն է, խորհրդանական կառավարման մոդելում ծանրակշիռ դերակատարում ունի իշխանության 3 թևերի շրջանակներում հենց խորհրդարանը եւ խորհրդարանը պետք է արդյունավետ կերպով վերահսկողություն իրականացնի գործադիր իշխանության նկատմամբ։ Բայց նույն քաղաքական ուժի պարագայում օրենսդիր իշխանություն մեծամասնություն կազմել եւ գործադիր իշխանություն ձևավորել, վերահսկողական մեխանիզմները արդյունավետ չեն գործում։ Այդտեղ մի խնդիր էլ կա, շատ են խոսում տոկոսների արհեստական աճի մասին, այսինքն խորհրդարանը ընտրվեց ու այն ուժերը, ովքեր չեն հաղթահարել շեմը, իրենց տոկոսները բաշխվում է մյուսների վրա ու համամասնությամբ, այսինքն ով շատ տոկոս ունի, այդ նույն համամասնությամբ գնում է։ Այստեղ ինչ խնդիրներ եք տեսնում։ Իմ առաջարկած մոդելի պարագայում ընտրողի որևէ ձայն կարող է չփոշիանալ։ Ոչ թե կարող է չփոշիանալ, այլ այդ մոդելը ընտրական օրենսդրությամբ նախատեսելու պարագայում որևէ ընտրողի ձայն չի կարող փոշիանալ, իսկ հիմա մենք ունենք այդպիսի իրավիճակ, ընդ որում 2021 թվականի ընտրություններին ցցուն ձևով արտացոլվել են ձայների փոշիացումը, հիմա դրան մանրամասն անդրադարձ կատարենք թվական առումով, որպեսզի պարզ լինի։ Բայց սկսեմ իմ մոդելի ներկայացումից, որի պարագայում կտեսնենք, որ որևէ փոշիացում չի կարող տեղի ունենալ։ Եթե մենք ընտրողին տալիս ենք ընտրելու հնարավորություն կուսակցությունների մեջ դաշինքների ռեյտինգային առումով դասավորելու, ընտրողի ձայնը չի կարող փոշիանալ։ Ենթադրենք 10 կուսակցություններ են մասնակցում կամ վերցնենք ներկայիս իրավիճակը 19 կուսակցություն եւ դաշինք գրանցվել են ընտրություններին մասնակցելու առումով։
Ընտրողի ձայնը կարող է փոշիանալ, եթե քվեարկել եք անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցության կամ դաշինքի օգտին։ Ի սկզբանե ընտրողը չի կարող իմանալ կամ գուցե որոշակի սոցիոլոգիայի հետևելով նաև կանխորոշի, որ կարող է չանցնի այդ կուսակցությունը եւ փոշիանում է այն դեպքում, երբ որ շեմը չի հաղթահարում այդ կուսակցությունը։ Բայց ձայների փոխանցման մոդելի բանագամ, երբ որ դուք ռեյտինգային որոշեք, օրինակ առաջնային ձեր ձայնը տալիս եք համար օրինակ 1-ին պայմանական ասված, եթե այդ կուսակցությունը չանցնի, հա, ձեր դուք ռեյտինգավորում եք, երկրորդ քաղաքական ուժին եք ձեր ձայնը տալիս, այսինքն այդ 19 քաղաքական ուժերին դուք ձեր ձայնը տալիս եք ըստ ռեյտինգային համակարգի։ Եթե բնականաբար հաղթահարողներ լինելու են եւ որ հաղթահարող կուսակցությանը ձեր ձայնը առաջնային առումով կգնա, մյուսներին ձեր ձայնը չի գնում։ Եվ այստեղ ձայների փոշիացում տեղի չի ունենում։ Օրինակ, դիցուք դուք քվեարկել եք X կուսակցության օգտին եւ հաղթահարել է, առաջին տեղում նշել եք այդ կուսակցությանը։ Կուսակցությունը հաղթահարեց կամ դաշինքը, ձեր ձայնը գնում է այդ կուսակցությանը։ Եթե չհաղթահարեց, երկրորդ տեղում որ քաղաքական ուժին դուք ընտրել եք, այդ քաղաքական ուժին կգնա։ Այսինքն ձեր ձայնը որևէ տեղ չի փոշիանալու։ Գուցե 7-րդ տեղում, հա, ձեր ռեյտինգային համակարգում քվեարկած ուժն է շեմը հաղթել։ Ձեր ձայնը կգնա այդ քաղաքական ուժին։ Բայց դա մի քիչ բարդ չի, ասենք, շարքային քաղաքացիներին բացատրել, որ այդ մոդելով կարողանան ընտրություն կատարել։ Գուցե որոշակի բարդություններ լինեն, բայց այդպիսի մոդել օրինակ գործում է Իռլանդիայում եւ եթե չեմ սխալվում Ավստրալիայում եւ բավականին արդյունավետ է գործում, այսինքն ընտրական քվեաթերթիկի մեջ անձը ռեյտինգավորում է տվյալ կուսակցության համարներն է նշում, այսինքն առաջնային ում է իր ձայնը տալիս, հետո երկրորդ տեղ, երրորդ տեղ եւ այսպես շարունակ։ Կարող է վերջինս նաև այնպիսի մոդել ընտրվի, որ ռեյտինգավորման շրջանակներում որոշակի քանակությամբ կուսակցությունների ընտրի, այսինքն սահմանի, որ իր ձայնը որևէ կուսակցության չի գնում, հա, պատկերացրեք, հա, ինքը ընդհանրապես 2-3 կամ չգիտեմ 10 կուսակցության ընտրություններին մասնակցող որևէ կերպ չի ցանկանում իր ձայնը փոխանցել տալ։ Ըստ էության այդտեղ, հա, պետք է նախատեսվի նաև, որ բոլորին դեմ եմ քվեաթերթիկ լինի, որի պարագայում անձը բոլորին դեմ քվեարկի, այսպիսի նաև մոդել գործի։ Բացի այդ, կամ պետք է այնպիսի նվազեցում լինի ընտրական շեմը հաղթահարելու համար ընտրություններին այդ 4%-ը եւ 8%-ը, հիմա գիտեք, ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարել եւ կուսակցությունների դեպքում 4%-ը պետք է հաղթահարեն, դաշինքների դեպքում, եթե մինչև 3 կուսակցություններից է կազմված 8% է նախատեսված, 4 եւ ավելի կուսակցությունների դաշինքի պարագայում 10%։ Հիմա պատկերացրեք, մենք ունենք երկու դաշինք, հա, այս ընտրություններին մասնակցող եւ դաշինքներից որևէ մեկը 8%-ը չհաղթարի, հավաքի օրինակ 7%։ 7% ձայն փոշիանալու է։ Կամ 4%-ը չհաղթարեն, բազմաթիվ այդպիսի կուսակցություններ են լինելու, որոնք 4%-ը չեն հաղթարելու եւ վերջիններից ձայները համամասնորեն բաշխվելու են, Դոնթի բանաձև է գործում, մոդելն է գործում ձայների բաշխման, գնալու են անցողիկ շեմը հաղթահարած ուժերին վերջիններից հավաքած ձայներին համամասնորեն։ Ըստ էության այդպես է։ Մենք 21 թվականի ընտրությունների արդյունքները երբ որ փորձենք թվական առումով վերլուծել, կտեսնենք, որ առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժը հավաքել էր 53.95% ձայներ։ Երկրորդ տեղը զբաղեցրածը 21.4%, եթե չեմ սխալվում, երրորդ տեղը 5.2%։ Թվական առումով գումարային կազմում է 80%-ի կարգի։ 20% ձայն, այո, փոշիացվել է։ Եվ արդյունքում 54%-ը հետո մանդատների բաշխման արդյունքում, падգամավորական մանդատների բաշխման արդյունքում 54%-ը դարձել է 66%, հա, 24%-ը 27% եւ այսպես 5%-ն էլ 7%։ Այստեղ մի հատ իմ անձնական մոտեցումը, ասեմ, այս փոշիացման թեմային,
ես կարծում եմ, քանի որ այս իրավիճակում ու անձամբ իմ համար այն խոշոր խաղացողների նախընտրություն չունեմ, այսինքն իմ կարծիքով իմ ձայնը ավելի թանկ է իրանց տալու համար ու դաշտում ավելի փոքր խաղացողների մեջ եմ ուզում կողմնորոշվել, բայց քանի որ փոշիացման թեման անդադ պտտվում է, մարդկանց ենթագիտակցության մեջ մտնում է, որ դու քո ձայնը կկորի, եթե ընտրես ու արհեստականորեն մարդկանց մի մասը կգնա կընտրի այն խոշորներից ինչ-որ մեկին, ստիպված, պարտադրված, չուզենալով, մի մասն չի գնա ուղղակի ընտրություններին, այսինքն մասնակցությունն է կիչնի ու դրա արդյունքում իրենց տոկոսները էլի կբարձրանան։ Այստեղ ոնց անենք, որ այդ փոշիացման գաղափարը որքանով էլ իր մեջ օբյեկտիվություն ունի, մեկա մարդիկ չտրվեն միջև վերջ դրան, այսինքն եթե ուզում են ընտրեն, գնան ընտրեն այն փոքր ուժերին, եթե շատերը գնան ընտրեն, այսինքն իրանք շեմը հաղթահարելու շանս կունենան։ Ոնց անել էս խնդրի առաջ կանգնածներին, ոնց Տեսեք, առաջնային կարծում եմ քաղաքական կուսակցությունների ուժերի խնդիրն էր նաև ձայների փոշիացման առումով քայլեր ձեռնարկել։ Եթե մանր փոքր կուսակցությունները, որոնք գաղափարապես միմյանց մոտ են, խոշորացման գնային, այդ ձայները կգումարվեին եւ քիչ կլիներ հավանականությունը, որ կփոշիացվեր։ Եթե նախընտրական ծրագրերը մենք տեսնում ենք, ըստ էության նույն արժեհամակարգի մեջ են, նույն գրեթե ծրագիրն են ներկայացնում, բայց տարանջատ են ընտրություններին մասնակցում, այսինքն քաղաքական կուսակցությունների միավորում չեղավ եւ հանրությունն էլ այստեղ 19 քաղաքական, միավորների պետք է ձայնը իր բաշխի եւ ըստ իրենց նախընտրության։ Այսինքն առաջնային այստեղ քաղաքական ուժերի խնդիրն է, որ հանրությանը մատուցեն այնպիսի ծրագրեր եւ այնպիսի գաղափարներ, որոնք լայն շրջանակի ընտրազանգվածին կհետաքրքրի եւ գնային միավորման եւ գնային, այո, միավորման տարբեր ամբիցիաներ դնելով մի կողմ։ Ինչ վերաբերում է ընտրողի մասով, այդուամենայնիվ ընտրողը իմ գնահատմամբ պետք է գնա ընտրության եւ պարտադիր մասնակցի ընտրությանը, թեև մեր օրենսդրությամբ սահմանված է կամավորության սկզբունքը, բայց կարելի է մտածել նաև այս պայմաններում այն պարտականություն դարձնելու, իրավական առումով պարտականություն դարձնելու հանգամանքը, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացին պարտավոր լինի գնա ընտրություններին մասնակցելու եւ մենք չենք ունենա այն պատկերը, որ կա ընտրություններին վերջի, երբ որ նայում ենք թվական առումով մասնակցել են համապետական ընտրություններին 48-49% ընտրական իրավունք ունեցողներից, այո, նույնիսկ կեսը չի հասնում եւ ստացվում է, որ փոքրամասնությունը որոշում է մեծամասնության փոխարեն, առավել ցայտուն դա դրսևորվեց Երևան համայնքի ընտրությունների ժամանակ, երբ որ բավականին ցածր մասնակցություն եղավ, եթե չեմ սխալվում 38%-ի կարգի կամ 28%-ի կարգի էր այդ մասնակցությունը եւ ըստ էության 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող համայնքում փոքրամասնությունը որոշեց քաղաքային իշխանության մոդելը եւ ինչ քաղաքական ուժեր պետք է ընդգրկված լինեն համայնքային կառավարման մեջ, այստեղ կան տարբեր խնդիրներ, իմ գնահատմամբ ընտրողը պետք է գնա մասնակցի ընտրության, այդ թվում նաև այդ փոշիացման հանգամանք հաշվի առնելով, բայց գուցեև կուսակցություններ, որոնք առաջնային թվում են թե չեն հաղթահարի, բարձր մասնակցության պարագայում, որոշակի բացառման սկզբունքով կամ այլ հանգամանքներ հաշվի առնելով ընտրողները իրենց ձայները պատվիրակեն տվյալ քաղաքական ուժին եւ հաղթահարեն շեմը, այդպիսի իրավիճակ կարող է լինել, այսինքն կուսակցություններ կան, որ տարբեր սոցիոլոգիական հարցումներով մոտ են 4% շեմը հաղթահարելու։ Կուսակցություններ կան, որոնք ձգտում են 0-ի կամ 0.5 վերջիններից դիտարկելը իհարկե այդ պարագայում միանշանակ փոշիանալու է, որտեղ քրիտիկական այնպիսի զանգված ընտրողների չի ձևավորվելու տվյալ անձանց շուրջ, այսինքն ինչպիսի հանգամանքներ պետք է նոր իհայտ կան, որ 0.5% ձայն ունեցող այդպիսի ռեյտինգ ունեցող ուժը 4%-ը հաղթահարի, գրեթե բացառում եմ։
Հետեւաբար ընտրողը պետք է եթե չի ցանկանում իր ձայնը փոշիանա եւ ակնհայտ անցողիկ քաղաքական կուսակցությունների ձայնը չի ցանկանում տալ, տվյալ պարագայում գոնե շեմը հաղթահարելուն մոտ գտնվող կուսակցություններին իր ձայնը փոխանցի։ Այստեղ նաև շահագրգռված են թե իշխանությունները, թե առաջին խաղացող ընդդիմության շարքերում գտնվողները, որ այնպիսի մթնոլորտ գեներացվի, հատկապես իշխանությունների կողմից դա արվում է ու տեսնում ես միտումը, այնպիսի մթնոլորտ գեներացվի, որ մարդիկ չգնան ընտրության։ Բայց ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս բոլորին, որ պարտադիր գնացեք ընտրության եւ ձեր ձայնը մի թողեք, էդ էլ մի ուրիշ փոշիացում է, չէ, երբ որ չես գնում ընտրության։ Շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, երբ որ ընտրողը օտարվում է իր պետությունից, կառավարման համակարգից, իր անմիջական իշխանությունը չի իրացնում, որտեղ մենք անընդհատ ասում ենք, չէ, իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը անմիջականորեն իր իշխանությունը իրացնում է ընտրությունների միջոցով։ Իհարկե հանրաքվեի միջոցով էլ կարող է իրացնել, բայց մեր պարագայում հանրաքվե բացառապես համանadrական փոփոխությունների պարագայում են եղել եւ օրենքների փոփոխման տեսանկյունից կամ նոր օրենքների ընդունման թեև նախաձեռնություն երկու այդպիսի եղել է, բայց դրանք էական արդյունքի չեն հասել եւ որ դիտարկենք ընտրողը անմիջականորեն իր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իրացնում է, այս առումով եւս խնդիրներ կան։ Այստեղ էլ կարելի է այնպիսի կառուցակարգեր նախատեսել, որ ժողովուրդը իր իշխանությունը չիրացնի բացառապես 5 տարին մեկ տեղի ունեցող ընտրություններով, այլ տարբեր կառուցակարգերով նաև օրենսդիր քաղաքականություն իրականացնի, հա, հանրաքվեի միջոցով եւս օրենք կարող է ընդունվել։ Մեր հասարակության մեծ մասը գուցե անտեղյակ է կամ տեղյակ են այդ կարգավորումներից, բայց մշակույթը չի ձևավորվել։ Տեղական հանրաքվեի մոդել կա, որ տեղի չի ունեցել, չի գործում, այդ օրենքը առկա է, բայց չի գործում։ Օրենքի ընդունման կառուցակարգ կա, սահմանադրության փոփոխության անգամ հնարավորություն ունեն 200,000 հնդրական իրավունք ունեցող քաղաքացիների ստորագրությամբ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն կարող է լինել։ Այն դրույթները, որոնք բացառապես հանրաքվեով են փոխվում։ 150,000 ստորագրությունների պարագայում կարող է նաև նախաձեռնվել սահմանադրական դրույթների փոփոխություն, որոնք պարլամենտն է փոփոխում այդ դրույթները։ Բայց այստեղ կան ինչպես թվական առումով խնդիրներ բավականին բարձր շեմ է նախատեսված, նաև քաղաքացիական նախաձեռնությամբ օրենքի նախաձեռնություն սկսելու համար 50,000 ստորագրություն պետք է հավաքվի բավականին կարճ ժամանակահատվածում եւ երկու այդպիսի դեպք ենք ընդամենը ունեցել։ Միջև ընտրությունների թեման շարունակելը, ավելի ճիշտ հաջորդ հարցս վարչական ռեսուրսներին է վերաբերվում, բայց կուզեի նաև խոսենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարևորության մասին ու նաև ինչու՞ չէ հնարավոր է Հայաստանում ներդնել այնպիսի մոդել, որ օրինակ դատավորներ ընտրվեն կամ այլ պաշտոնյաներ ընտրվեն, ոչ թե նշանակվեն, այսինքն որպիսի նշանակողից զերծ լինեն կախվածության առումով։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, եթե սահմանադիրը կորոշի, իսկ սահմանադիրը էլի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներն են, եթե կորոշի այդպիսի մոդելներ ներդնել, իհարկե հնարավոր է։ Պետություններ կան, որտեղ ստորին օղակի դատավորներին ընտրում են հենց տվյալ համայնքում, հա, եւ որոշակի էլի ազդեցություն ունեն անգամ ոստիկանության պետի ընտրության այդ շերիֆային համակարգը կա։ Իսկ Հայաստանում դա կաշխատի։ Հայաստանում դատավորի ընտրության առումով կարծում եմ դեռևս չի աշխատի, նախ տեխնացուների ճանաչելիության առումով, գործընթացի առումով, ինչպես պետք է կազմակերպվի, այդտեղ բավականին խնդիրներ կան եւ հանրությունը իր կողմից տարբեր խնդիրներով, վեճերով արդարադատության իրականացման
մասով ընտրի դատավորներ, դեռևս կարծում եմ խնդրահարույց է, բայց այն մոդելը, որ հիմա արկա է դատավորների նշանակման առումով, այստեղ կառուցակարգերի ճիշտ գործելու պարագայում եւ իրավական կանոնակարգման պարագայում այդ խնդիրները վերացված են, որովհետեւ դատավորը բացառապես ենթակա է օրենքին, այսինքն դատավորը անկախ է, որևէ ազդեցություն չի կարող լինել վերջինիս նկատմամբ, իսկ ազդեցության պարագայում ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ պետք է քրեական հետապնդում բայց գործնական առումով ոչ, գործնական առումով մենք տեսել ենք դատարանների շրջափակում անգամ, երբ որ խոչընդոտվել է դատարանների գործառույթ իրականացվի։ Մենք այսպիսի իրավիճակի ականատես ենք եղել 2018 թվականին, երբ որ կհիշեք այդ պահին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հրապարակային կոչ եղավ շրջափակել դատարանները, ինչը առերևույթ հանցակազմ է պարունակում։ Խոչընդոտում է դատական իշխանության իրացումը, գործունեությունը։ Հիմա պատկերացրեք, մենք փորձենք որևէ մի դատարան շրջափակել, թույլ չտալ այնտեղ տվյալ օրվա դատական նիստերը տեղի ունենան։ Անմիջապես կձերբակալենք քրեական գործ, կալանքի որոշումներ եւ երկակի ստանդարտը կգործի։ Հիմա վարչապետին հարց տալու համար են ձերբակալում։ Կրկին սա ցուցիչ է, որ մեր դատական համակարգը անկախ չէ։ Այսինքն ի սկզբանե մենք սահմանադրությամբ սահմանել ենք, որ անկախ դատական համակարգ պետք է ունենանք, բայց գործնական առումով սահմանադրությունը չի գործում։ Մենք գործ ունենք ոչ թե իրավական սահմանադրության հետ, այլ փաստացի սահմանադրությունը, ինչպես որ գործում է իրական կյանքում։ Եվ սահմանադրության կարգավորումներից տեղի ունենում խզում, օտարում։ Իսկ սա վտանգավոր երևույթ է։ Շատ լավ։ Գանք վարչական ռեսուրսներին, ձեր գնահատմամբ վարչական ռեսուրսների օգտագործումը ինչ մակարդակի է Հայաստանում, արդյոք դա կանխվում է եւ ինչն է վարչական ռեսուրս, այսինքն օրինակ ասում են թոշակները բարձրացնում են, դա վարչական ռեսուրս է, չգիտեմ, տարբեր շերտերին ինչ որ արտոնություններ են տալի վարչական ռեսուրս է։ Խոսքը նրա մասին չի, որ միայն պետական աշխատողների նկատմամբ ինչ որ ճնշումներով տանեն ընտրատեղամաս, նաև այդ կարգի վարչական ռեսուրս։ Տեսեք, եթե խոսքը գնում է ծրագրային դրույթների մասին, թոշակներ բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու, տարբեր ծրագրեր իրականացնելու, այստեղ վարչական ռեսուրս չկա կամ հանցակազմ չկա, այն իմաստով, որ այն չի կարող դիտարկվել որպես կաշառք, կամ ընտրակաշառք, կամ որոշակի խոստում, որը քրեաիրավական որակման կենթարկվի։ Ընդդիմությունն էլ տարբեր ծրագրեր առաջարկում է աշխատատեղերի ստեղծման, տարբեր հարկերի նվազեցման տեսանկյունից։ Այդ տրամաբանության մեջ, եթե փորձենք համադրել, սա էլ ուրեմն պետք է դիտարկել։ Բայց ամենևին այդպես չէ, եթե դրանք ծրագրային դրույթներ են։ Վարչական ռեսուրսը պայմանավորված է անձի զբաղեցրած դիրքով եւ այդ դիրքը օգտագործելով որոշակի լծակներ գործադրելով ընտրողի կամքի վրա ազդեցություն ունենալը։ Օրինակ, վարչական ռեսուրսի օրինակ կարող է լինել, եթե կառավարության ենթակայության տակ գործող տարբեր կազմակերպություններ, աշխատակիցներ ներգրավում են նախընտրական քարոզչության մեջ, համայնքային ծառայողներ, օժանդակում են բոլորը արձակուրդ են վերցնում ու մասնակցում։ Եթե անձը գտնվում է արձակուրդի մեջ, որևէ խնդիր չկա, այսինքն անձը ի պաշտոնե չի հանդես գալիս, այլ վերջինս սովորական որպես քաղաքացի հանդես է գալիս, իր ի պաշտոնե իր գործառույթը դրվում է մի կողմ եւ վերջինս մասնակցում է նախընտրական քարոզարշավին, կարող է աշխատանքային ժամին գտնվել ցույցի մեջ, չգիտեմ, այդ հանրահավաքի մեջ եւ այլն, տարբեր գործողություններ իրականացնել, տարբեր պաստառներ փակցնել, բաժանել, բայց եթե ֆիքսվում է, որ համայնքային ծառայող կամ պետական ծառայող աշխատանքային ժամին մասնակցում է
նախընտրական քարոզչությանը, սա արդեն վարչական ռեսուրսի չարաշահում է։ Այդպիսի տեսանյութեր եւս հրապարակվեցին դպրոցների, մանկապարտեզների, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, որոնց նկատմամբ պաշտոն զբաղեցնող անձինք ունեն ազդեցություն եւ այդ ազդեցության գործադրմամբ վերջիններից ներգրավում են նախընտրական կառույցության մեջ կամ վերջիններից պարտադրեն, ստիպեն կամ այլ կերպ խրախուսեն, որ ձայնը այս կամ այն կուսակցությանը տրամադրեն։ Սա վարչական ռեսուրսի չարաշահում է։ Իհարկե, վարչական ռեսուրսի առումով բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչն է համարվում վարչական ռեսուրս, այն լայն բովանդակություն ունի, այդ թվում նաև մամուլի տեղեկատվական տարբեր հարթակների միջոցով վարչական ռեսուրսի չարաշահմամբ իրենց գաղափարները տարածելու առումով, հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի միջոցով անհավասար բաշխվածություն ունենալու եւ այդտեղ իրենց գաղափարները տարածելու առումով։ Իսկ ինչ վերաբերում է, որ առաջարկում են իրենց նախընտրական ծրագրերում թոշակների բարձրացում եւ այլն, սա նորմալ է։ Խնդրահարույց է այն իրավիճակը, երբ որ այդպիսի որոշումներ կայացվում են ընտրություններին մոտ ժամանակահատվածում, հա, եթե բյուջետային պլանավորում տեղի չէր ունեցել կենսաթոշակները բարձրացնելու առումով 2026 թվականի համար, եթե նայենք 2025 թվականին ներկայացվեց 26 թվականի բյուջեի նախագիծը եւ կենսաթոշակների բարձրացման համար որևէ միջոցներ նախատեսված չէր։ Այո, այսինքն կառավարությունը իր քաղաքականության մեջ, իր բյուջեի մեջ չէր նախատեսել այդպիսի բարձրացում։ Բայց գուցե այլ կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչությունը շուտ սկսելու պարագայում կամ քարոզչությունը շուտ սկսելու պարագայում սա եւս ստիպեց կամ ազդեց, որ այդպիսի որոշում եւս կայացվի։ Հիմա ակտիվ շրջանառվում է այդ հանգամանքը, որ կենսաթոշակները բարձրացվել են, բայց դա նախորդ պլանավորված չէր։ Պետություններ կան, որտեղ ի սկզբանե որոշակի ժամանակահատված առաջ արգելվում է այդպիսի գործողությունը իրականացումը, այդ թվում նաև բարեգործական որոշակի գործունեության իրականացումը, որը կարող է ասոցացվել քաղաքական ուժի հետ։ Մեր պարագայում եւս կա այդ կարգավորումը, բայց կառավարության առումով այդպիսի սահմանափակում չկա։ Կառավարությունը կարող է հիմա էլ այս պահին որոշակի որոշում կայացնի, որը ազդեցություն կունենա։ Այո, բայց դա չի լինի վարչական ռեսուրսի չարաշահում, թեև նման կլինի, մոտ կլինի, կամ նույն դեպքը, երբ որ վարորդական իրավունքից զրկված անձինք հանդիպեցին քաղաքական ուժի առաջնորդի հետ եւ այնպիսի խոսակցության մոդել էր, բնույթ էր, որ ըստ էության վերջիներս առաջարկում էին, որ ձայնը փոխանցենք ձեր քաղաքական ուժին, եթե այս խնդիրը լուծվի։ Այստեղ արդեն կարող է որոշակի խնդիր առաջանալ։ Վարչական արդյոք ռեսուրսի չարաշահում կարող է լինել, որ մինչև ընտրությունների օրը, օրինակ պարլամենտը դեռևս գործում է եւ օրենսդրական նախաձեռնություն լինի եւ արագ այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի եւ կյանքի կոչվի։ Եթե կոնկրետ բնույթ կրող որոշակի խոստումներ կան, որոշակի անձանց շրջանակի կամ որոշակի հանրույթի գյուղական, չգիտեմ, բնակչության առումով, օրինակ, նույն կերպ, եթե փոխանցեք ձայնը մեզ, ձեր գյուղում ասֆալտապատում կիրականացվի, ինչ ծրագիրը կիրականացվի, սրանք նյութապես շահագրգռել է կոնկրետ որոշակի խմբի։ Այստեղ կան խնդիրներ։ Շատ լավ։ Մոտենում ենք ամփոփման։ Ես կուզեի նաև ահագին խնդիրներից խոսացինք, կուզեի նաև խոսենք ինչ լուսավոր կետեր եք տեսնում այսօր մեր քաղաքական դաշտում ունենք լուսավոր կետեր եւ որոնք են դրանք։ Քաղաքական դաշտում ցավոք սրտի լուսավոր կետեր չեմ տեսնում դեռևս։ Տեսնում եմ բավականին մեծ պոպուլիզմ, նախընտրական ծրագրերի ուսումնասիրություն իրականացրել եմ եւ դրանք իրատեսական լինելու առումով բավականին խնդրահարույց են։ Խոսքը վերաբերում է նաև շեմ հաղթահարող կուսակցությունների առումով,
Կարծում եմ, որ նոր ձևավորվող քաղաքական ուժերի շրջանակներում պետք է որոշակի լուսավոր կետեր փնտրել, բայց այդ տեսանկյունից էլ կարծում եմ, որ որևէ բան չէր խանգարում վերջիններիս գնալու խոշորացման, ոչ թե կուսակցությունները միաձուլվեին դառնային մեկ կուսակցություն, այլ մեկտեղային համատեղային իրենց ծրագրերը, դրանք արժեքային նույն հենքի վրա դրվեին, բավականին մոտ այդպիսի կուսակցություններ կան եւ ծրագրերը մեկտեղվեր կամ քաղաքական թիմերը փորձեին միավորեին եւ գնային ընտրությունների, որի պարագայում ռեալ իրական այլընտրանքներ կձևավորվեին։ Մենք տարբեր հարցումներով 200,000 եւ ավել անձինք կան, ովքեր ձայնը չեն պատրաստվում տալ հանցողիկ ուժերին եւ խնդիրա թե այս անձին կգնան անգամ ընտրության կամ կկողմնորոշվեն որ կուսակցությանը։ Գուցե այս ձայները հենց փոշիանան։ Եթե մի մասը չգնա, մեծ մասը չգնա, մեծ մասը չգնա, այո, փոշիանալու են, բայց եթե լիներ քաղաքական առաջարկը, այդպիսի քաղաքական ուժ կա, ով այդ առաջարկով հանդես եկել է, որ այդ ընտրողները իրենց ձայները փոխանցեն վերջիններիս եւ իրենք ներկայացված լինեն խորհրդարանում, նաեւ այդ անձանց շահերը ներկայացնելու առումով, բայց չեմ կարծում, որ այդ 200,000 ընտրողը հենց տվյալ քաղաքական ուժին կամ անցողիկ ուժի ձայնը կփոխանցի, այլ գուցե դրանք կամ մասնակցություն չունենան կամ այդ ձայները իրականում փոշիացվեն։ Բայց փոշիացման թեմայի մասով մեկ միտքել, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը հավաքեն անցողիկ քաղաքական ուժերը, առավել ձայներ, քան գործող քաղաքական կուսակցությունը, այս պարագայում փոշիացված ձայները հակառակ էֆեկտ են ունենալու, այսինքն ընդդիմությունը անցողիկ շեմեր հաղթահարած քաղաքական ուժերը պետք է գործող քաղաքական ուժից ավել ձայներ հավաքեն, որի պարագայում նոր տեղի կունենա ըստ էության իշխանության փոփոխություն։ Դա կարող է լինել մեկ քաղաքական ուժի կողմից, եթե իհարկե այդպիսի ձայներ կհավաքեն, այսինքն մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ հաղթահարի շեմը եւ նաեւ գործող իշխանության ձայներից շատ լինի, բայց գուցե կոալիցիոն կառավարման մոդել լինի, այսինքն անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունները իրենց ձայներով ավել լինեն իշխող քաղաքական ուժի ձայներից, այս պարագայում այն փոշիացված ձայները գնալու են կոալիցիոն այդ ուժերին։ Թեև իմ գնահատմամբ մենք հենց համանadrական տրամաբանությունից ենք շեղում, երբ որ ընտրական օրենսդրությամբ այս շեմերը սահմանում ենք, ազգային ժողովին վերաբերող առաջին հոդվածի հենց առաջին մասում սահմանում է, որ ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է։ Մինչև օրենսդիր մարմնի վերաբերյալ դրույթ նախատեսելը սահմանում է, որ ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է։ Ազգային ժողովում պետք է ներկայացված լինեն հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Այն մոդելը, որը ներդրվի եւ յուրաքանչյուրի ձայնը չփոշիանա եւ ներկայացված լինեն խորհրդարանում, սա կլինի իրական ժողովրդի նախիշխանության իրացում եւ նաեւ ներկայացուցչական հանգամանքը կապահովի ազգային ժողովում, որովհետեւ ընտրողը այն հարաբերակցությունը չի որոշում խորհրդարանում, ինչ վերջնարդյունքում լինում են մանդատների բաշխմամբ։ Իսկ հետընտրական process-ների մասին ինչ կասեք, հնարավոր է երկրորդ փուլ ձեր կանխատեսմամբ, այդ երկրորդ փուլը ինչ է իրանից ներկայացնում։ Տեսեք, ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլ, այն դեպքում է, երբ մեկ կուսակցություն կամ դաշինք այնքան ձայներ չի ստանում, որ կայուն խորհրդանական մեծամասնություն ձևավորի, իսկ դա մանդատների 52%-ն է։ Այսինքն բաշխման արդյունքում, եթե մանդատների 52% չի բաշխվում է քաղաքական ուժի, այդ պարագայում ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տրվում է ժամկետ հարաբերականորեն առավել ձայներ հավաքած քաղաքական ուժին ձևավորելու կոալիցիա։ Այսինքն, եթե մի քաղաքական ուժ հավաքել է
ենթադրենք 40%, մեկ քաղաքական ուժ 30, մյուսը 20, հա 10 եւ այսպես ինչ որ ուժեր անցել են, շեմը ախտարել են։ Առաջնային կոալիցիայի ձևավորման համար հնարավորություն տրվում է հարաբերական մեծամասնություն հավաքած կուսակցությանը կամ դաշինքին, տվյալ պարագայում ենթադրենք 40% քաղաքական ուժին։ Եվ եթե վերջինս որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա չի կարողանում ձևավորել, նոր հնարավորություն տրվում է մյուս քաղաքական ուժերը գուցե կոալիցիա ձևավորեն, այսինքն են 20%, հա, 30%, 10% կամ 5%, եթե 52% մանդատները կապովի եւ վարչապետի տեխնացուի շուրջ համաձայնություն կգան։ Եթե ոչ լինում է 52% մեկ քաղաքական ուժ մանդատներ ստանա եւ ընտրությունների արդյունքում մանդատների մաշման եւ ոչ էլ քաղաքական կոալիցիաներ են ձևավորվում եւ վարչապետի տեխնացուի շուրջ համաձայնություն լինում, այս պարագայում արդեն գնում է երկրորդ փուլ ընտրությունների, որի պարագայում արդեն կարող են նոր դաշինքներ ձևավորվել, այսինքն հնարավորություն է տալիս փուլում առաջի երկրորդ փուլին տեղը չի մասնակցում, այսինքն ովքեր են մասնակցում։ Երկրորդ փուլում առավել ձայներ հավաքած, հա, կուսակցություններն են մասնակցում, դաշինք կամ կուսակցություն, բայց այստեղ թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը։ Այսինքն կարող է կուսակցությունը, որ մասնակցել է առանձին, հետո դաշինքով հանդես գալ կամ դաշինքով է մասնակցել, երկու կուսակցություն է եղել դաշինքում կամ 3, թույլատրվում է նաև այլ կուսակցություններ գրավել։ Եվ այս պարագայում, եթե ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձևավորում են եւ վարչապետի տեխնացուի շուրջ պետք է համաձայնություն ունենա, նոր արդեն պարլամենտը ձևավորվում է։ Շատ լավ։ Մեզ արդյունավետ ընտրություններ են մաղթում եւ արդար ընտրություններ եւ որպես ամփոփիչ հարց ինչպիսի երկիր է երազում կառուցում Տիգրան Նաղդալյանը։ Ես իմ գործունեությամբ ջանքերով միշտ փորձում եմ Հայաստանի Հանրապետության որպես իրական կայուն իրավական պետության ձևավորման կայացմանը նպաստել, թեև այդ ջանքերը գուցե չնչին են կամ այն ազդեցությունը չունեն, բայց ես ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունը տեսնել իրական իրավական պետության, ոչ թե իրական Հայաստանի մոդելով, այլ իրական ժողովրդավարական իրավական կայացած պետության մոդելով։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք Լուսավոր podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսավոր podcast-ին։ Լուսավոր podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաեւ նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Ռեարմենիա հարթակում, Բարձունք.am կայքում եւ Հայն հաշմեհամարով, որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաև քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը եւս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսավոր podcast-ին։